Ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում զգալի լարվածություն նկատվեց։ Տարբեր մակարդակներում կողմերն իրար մեղադրեցին, հակադարձ քայլեր ձեռնարկեցին։ Լարվածության հիմքերը նոր չեն։ Նախ այն առավել ակնհայտ արտահայտվեց, երբ 2024-ին խոցվեց Գրոզնի թռչող ադրբեջանական օդանավը։ Բայց դրան հետևեցին նաև այլ փոխադարձ գործողություններ, իսկ վերջին շրջանում դրանք նոր երանգ են ստացել։ Ինչ է թաքնված այս զարգացումների հետևում, այս եւ այլ հարցեր կքննարկենք Մոսկվա բնակ քաղաքագետ եւ պատմաբան Դիալոգ հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի հետ, ով մեզ միացել է հեռավար։ Շնորհակալություն պարոն Նավոյան մեզ միանալու համար։ Եթե ամփոփենք վերջին շրջանի այս լարվածությունը, ապա ինչ դրսևորումներ դրանք ստացան եւ ինչը պատրվակ հանդիսացավ։ Շատ լավ, նախ ռուս-ադրբեջանական այս դրսևորումները նորություն չեն, որովհետև կա խորքային լարվածություն եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունները կամ անհասկացողությունները դեռ գտնվում են միջպետական ձևաչափերում, միշտ չէ, որ դուրս են գալիս հրապարակային դաշտ կամ ինչպես պայմանականորեն ընդունված է ասել, on-line չեն լինում։ Ցավոք մենք տեսնում ենք, որ հայ-ռուսական հարաբերություններում ցանկացած հարց քննարկվում է on-line, այն դեպքում, երբ որ կան միջպետական ձևաչափեր եւ կարելի է աշխատանքային կարգով լուծել այդ հարցերը այդ ձևաչափերում։ Ռուսաստանը աշխատում է չսրել եղած խնդիրները, քննարկել աշխատանքային կարգով եւ որոշակի հանգստություն ապահովել, բայց այնուամենայնիվ ռուս-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցողը հետևանք է աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող այն խորը վերափոխումներին, որոնց ականատեսն ենք լինում մենք եւ եթե վերցնենք միայն նախորդ տարի, տեսեք դուք ադրբեջանական ինքնաթիռի խոցումը նշեցիք, դրան հաջորդած դեպքերը եթե քննարկենք 25 թվականին օրինակ Գաբալայում տեղ ունեցավ թուրքական պետությունների խորհրդաժողովը, որտեղ առաջին անգամ հայտարարվեց, որ տեղի կունենան համատեղ զորավարժություններ, հեռանկարում հավանաբար զինված ուժերի որոշ զորավարժանումներ կստեղծվեն։ Երկրորդը կա Կենտրոնական Ասիայի հնգյակ պետությունների ձևաչափը նախորդ տարի նոյեմբերին Ադրբեջանը միացավ այդ հնգյակին եւ դա դարձավ 6-յակ եւ Ադրբեջանի միանալուց հետո երկու շաբաթ անց 6 պետությունների ղեկավարները արդեն Վաշինգտոնում էին Սպիտակ տանը։ Մեկ այլ ուղղություն Կասպից ծովի հնարավոր ռազմականացում է, քանի որ Ադրբեջանը անցնում է ՆԱՏՕ-ի ձևաչափի եւ ըստ էության Կասպից ծովում զորավարժությունները անուղղակի կրելու են ՆԱՏՕ-ի ներկայություն, ինչը Ռուսաստանի համար գրգռիչ ընկալում ունի։ Եվ ադրբեջանա-պակիստանյան հարաբերությունների մասին կուզեի ավելի խոսել։ Նախորդ տարի մարտին Ադրբեջանն ու Պակիստանը ստորագրեցին ռազմական համագործակցության հռչակագիր եւ բավական խորանում է այդ համագործակցությունը, ինչը շատ վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի համար եւ Ռուսաստանը լեզվուչավորությամբ ընդունում։ Եվ ինչպես գիտեք, այս տարի օգոստոսի 7-ին Մեքքայում Թուրքիան, Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան ստորագրեցին պաշտպանական պակտ։ Ես ուշ-ուշով նախորդ տարի հետևում էի դրա բանակցային գործընթացին եւ իմ մասնավորի Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի ասուլիսներին այդ թեմայով դեռևս դեկտեմբերին նա հայտարարեց, որ պայմանագիրը պատրաստ է։ Մենք ուզում ենք երրյակ հիմնադիրներս նաև ուրիշ պետություններ ընդգրկել, բայց կան որոշ առարկություններ։ Այստեղ ակնհայտ է, որ խոսքը գնում էր Եգիպտոսի եւ Ադրբեջանի մասին։ Այնուամենայնիվ, այդ երրյակ պակտը ստորագրված է եւ ինչպես գիտեք, Ֆիդանը Մեքքայից մեկնեց Եգիպտոս եւ պաշտոնական հրավեր արեց Եգիպտոսին միանալու։ Այսինքն սա ցույց է տալիս, որ նոր ռազմական ալյանս է ձևավորվում տարածաշրջանում, իսկ Ադրբեջանը նույնիսկ այդ պակտի անդամ չլինելով հոգեբանորեն եւ ըստ էության գործնականում հաստատի դրա անդամ է։ Նախորդ տարի ռուսական կողմի պաշտոնական շփումներում մեկ կարծիք եմ հայտնել եւ ներկայումս էլ մնում եմ այդ կարծիքին, որ Ադրբեջանը այդ պակտից դուրս հնարավոր է միակողմանի կերպով հայտարարի, որ ինքը գտնվում է Պակիստանի միջուկային հովանոցի ներքո, պաշտպանության ներքո, իսկ սա ում է ուղղված, առաջին հերթին ուղղված է լինելու Ռուսաստանին եւ Իրանին։ Այս կոնտուրները ես նկարագրեցի ասելով, որ
հնարավոր լարվածությունները ռուս-ադրբեջանական հետևանք են այս ուղղություններով աշխարհաքաղաքական զարգացումների, բայց դեռ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ամբողջապես դուրս չեն եկել հրապարակային քննարկումների քարոզչության դաշտ, երբեմն հայտվում են արտաքսումներով եւ փոխադարձ այդպես պարիտետային ինչ-որ գործողություններով եւ ռուսական կողմի զգուշության մասին է խոսում նաեւ այն, որ պաշտոնապես մեկնաբանվում են, որ դրանք մասնավոր դեպքեր են, մասնավոր անձերի վերաբերյալ, իհարկե բացառություններ նախորդ տարի ռուսական տան Ռոսատրուդստվայի ներկայացության նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, բայց այնուամենայնիվ Ռուսաստանը այդ թեման նույնպես վերադարձրեց գործնական քննարկման։ Ահա թե իմ կարծիքով ինչ է տեղ ունենում եւ այս դրամաբանությունը շարունակական է լինելու։ Հիմա պարոն Նավոյան, վերջին, այսպես ասած, Շուշիի համաժողովի ժամանակ Ադրբեջանը նաև պահանջեց Ռուսաստանից ճանաչել չերքեզների ցեղասպանությունը։ Սա ինչ է նշանակում, ինչպիսի պահանջ է ներկայացված Ռուսաստանին։ Գիտեք, Ադրբեջանը միշտ պաշտոնապես եւ աշխատանքային կարգով եւ հրապարակային կերպով Ռուսաստանին ցույց է տալիս իր հնարավոր ազդեցությունը Ռուսաստանի ներսում, քանի որ Ռուսաստանը բազմազգ պետություն է եւ գիտենք, որ ոչ միայն Ադրբեջանի հաշվարկը ոչ միայն Ռուսաստանը բնակ ադրբեջանցիներին է վերաբերվում, այլ մահմեդական մյուս ազգերին եւ դա ինքը հաճախ է տարբեր կերպ ներկայացնում, որ ես կարող եմ կայունացնան գործող լինել մեր տարբեր Պավոլժիայում, Մերձվոլկյան տարածաշրջանում, Հյուսային Կովկասում, իսկ դա կարելի է թարգմանել այսպես, որ կարող եմ այդտեղ խնդիրներ առաջացնել։ Եվ Շուշիի այդ հայտարարությունը չերքեզների ցեղասպանության վերաբերյալ այս ենթատեքստում էր տեղ ունենում։ Մենք գիտենք, որ այդ հարցը բավական սուր է Ռուսաստանի համար եւ հատկապես սուր էր Սոչի օլիմպիադայից առաջ, որովհետեւ համարում էին, որ այսպես ասած Ռուսաստանը օլիմպիադա է անում չերքեզների, շապսովների, ոսկորների վրա։ Եվ Ռուսաստանի ողջ գիտական, քաղաքական, ակադեմիական դաշտը մի քանի տարի զբաղված էր այդ թեման չեզոքացնելով։ Ներկայումս Ադրբեջանը դա հրապարակ է բերում ահա այս նպատակով, որպեսզի Ռուսաստանին ցույց տա, որ ազգամիջյան հարցերում ներռուսաստանյան ինքը կարող է որոշակի դերակատարություն ունենալ կամ բացասական ուղղությամբ, կամ դրական ուղղությամբ։ Կա Ալիևի շատ ավելի լուրջ հայտարարություններ, բացի չերքեզների ցեղասպանության ճանաչման մասին։ Օրինակ, երբ ռուս-ուկրաինական այս ֆոնի վրա պատերազմի կամ ինչպես ասում են ռոքսի պատերազմի ֆոնի վրա, գիտենք, որ Ադրբեջանը ոչ միայն աջակցում է Ուկրաինային, այլ դա հրապարակային շնորհակալությունների տեսք է ստանում։ Դրա պատասխանը երբեմն լինում է այն Ռուսաստանի կողմից, որ թիրախավորվում են եւ արձակման են ենթարկվում ադրբեջանական սոկար ընկերության, նավթային ընկերության ենթակառուցվածքները Ուկրաինայում։ Իսկ դրա պատասխանը Ալիևը տվեց այն հայտարարությամբ, որ մոռացեք այլևս դեպի Եվրոպա ռուսական խողովակաշարերի մասին, դրանք չեն կարող ապագայում գործել եւ Ադրբեջանը պատրաստ է ամբողջությամբ փոխարինել Ռուսաստանին։ Իսկ մենք գիտենք, որ մի քանի տարի առաջ Ադրբեջանը եւ Եվրոպական միությունը էներգետիկ խարտիա են ստորագրել, ահա սա եւս մեկ ուղղություն է, որը զգայունություններ է առաջացնում Ռուսաստանում, բայց այնուամենայնիվ Ռուսաստանը ելնելով ներկայիս իր իրավիճակից, պատերազմական կամ կիսապատերազմական վիճակից աշխատում է չսրել, այլ աշխատանքային կարգով կարգավորել այս հարցերը։ Իսկ այս հարցերը արդեն դուրս են երկկողմանի ձևաչափից, սրանք աշխարհում տեղ ունեցող վերափոխումների արդյունք են։ Թերևս վերջին հարցին անդրադառնանք, որին հակիրճ անդրադառնանք, Ադրբեջանի բոլոր գործողություններում միշտ արկա է Թուրքիայի գործոնը։ Այս դեպքում ինչպիսին է նրա դերակատարումը։ Ես երբ որ խոսեցի Մեքայի պակտի մասին, ըստ էության ավելի լայն կոնտեքստով պատասխանեցի այդ հարցին, ներկայումս Ադրբեջանի գործողությունները տեղավորվել են ոչ միայն Թուրքիայի հետ համախոհության, այլ նաև Պակիստանի, Սաուդյան Արաբիայի եւ ընդհանրապես Կենտրոնական Ասիայի պետությունների արևելք, արևմուտք այդ միջին միջանցքի տրամաբանության մեջ եւ այստեղ
դարձյալ կուզենամ հայկական գործոնի կամ Հայաստանի մասին էլ խոսել, ցավոք տարբեր պատճառներով, չեմ ուզում դրանց անդրադառնալ, հայ-ռուսական հարաբերություններում այս նույն պատճառով, աշխարհում վերափոխումների պատճառով արկա խնդիրները դուրս են եկել on-line հարթություն եւ գործնական քննարկումների փոխարեն քննարկվում են բլոգերների եւ քարոզիչների, հակաքարոզիչների մակարդակով։ Ես այն կարծիքին եմ, որ պետք է դրանք վերադարձնել միջպետական քննարկումների հուն, ճիշտ այնպես ինչպես Ռուսաստանը ունենալով Ադրբեջանի հետ շատ ավելի սուր խնդիրներ, դրանք չի բերում հրապարակային դաշտ, այլ փորձում է միջպետական ձևաչափերով կարգավորել։ Իսկ մենք գիտենք, որ Ռուսաստանը բավական լուրջ ավանդույթներ ունի միջպետական հարաբերություններին, այսին հնչեցրած առաջարկը համընկնում է իր շահերին, իսկ դա ձեռնտու է ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ ընդհանրապես հայ ժողովրդին, հայ ժողովրդի շահերին է համընկնում, որովհետեւ մենք մեր հարցերը Ռուսաստանի հետ աշխատանքային կարգով քննարկենք, չչեղարկենք գոյություն ունեցող միջպետական ձևաչափերը, այլ ընդհակառակը ավելի ինտենսիվացնենք շփումները։ Շնորհակալություն պարոն Նավոյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը քաղաքագետ եւ պատմաբան Դիալոգ հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանն էր։